Ողջույն իմ սիրելի հետևորդներ, տեսեք ինչ լավ գործով եմ զբաղված, մեղր ենք գնել ռամկայով, մեղրամոմով և առանց մեղրամոմի, հիմա տեղավորելու եմ բանկաների մեջ, որպեսզի ձմռանը օգտագործենք և ոչ միայն ձմռանը և այս տեղավորելու ընթացքում, երբ լցնեմ բանկաները, ուզում եմ ձեր հետ մի քիչ խոսել մեղվի մասին, միգուցե շատերդ շատ բան գիտեք, բայց ես էլ ուզում եմ իմ իմացածը ձեզ փոխանցեմ, ահա, սա մեղվի ամենաքաղցր պարգևն է, մեղրը, որը միակ սնունդն է հանդիսանում աշխարհում, որը անմնացորդ անցնում է արյան մեջ, օրգանիզմին փոխանցելով իր բոլոր օգտակար հատկությունները։ Մեղրը ընդհանրապես չի հնանում, այն ժամկետ չունի, կարող եք պահել նույնիսկ դարերով, այսպես ասած։ Հիմա բանկաները լվացել եմ, կափարիչները մաքրում եմ, ի դեպ, եթե ունեք պտտվող կափարիչով բանկաներ, հանգիստ օգտագործեք։ Յուրաքանչյուր տնտեսական խանութում եթե հարցնեք այդ բանկաների կափարիչներից, նորը կարող եք գնել և բանկաները օգտագործել։ Դե ես գիտեմ, որ հին կափարիչները ժանգոտում են, բացելուց ծռվում են, մի խոսքով կարող եք փոխարինել նորով և շատ մատչելի գին ունի։ Հիմա բացենք այս մեր գնած ռամկան, գովազդ չեմ անում, բայց Էվա ֆիրմայի մեղրն էր և ես շատ գոհ եմ, այնքան սիրուն էր գույնը, դե չնայած բոլորս էլ գիտենք, որ յուրաքանչյուր տարածքի մեղր իր գույնը ունի, որը կախված է ծաղիկներից, ծաղիկների տեսակից և իրենց նեկտարից։ Ահա, բացեցի սիրելիներս, տեսեք ինչ հրաշք է։ Այն մեղր չսիրողն էլ հենց տեսնելուց ուզում է, որ կերած լինի, բայց ցավոք սրտի տղաներս նույնիսկ չուզեցին համը փորձել, թոռնիկներս էլ հետը։ Հիմա պետք է գոնե խմորեղենների մեջ օգտագործեմ փախլավաների դեպքում, որպեսզի վերջում ավելացնեմ, իր օգտակար հատկությունները չկորի, գոնե կարողանան այդ ձևով մեղրից ինչ-որ չափի վիտամիններ վերցնեն։ Այս ռամկայի մեջ երկաթե բարակ պրովոլկաներ կան, հայերեն չգիտեմ ինչ է, երևի հենց մեղրին հիմք է հանդիսանում, զգուշությամբ դրանց կողքով այսպես դանակով կտրվածքներ եմ անելու և այս շողշողուն ծորացող մեղրը քառակուսաձև կտրատեմ, որ կարողանամ տեղավորել բանկաների մեջ։ Սիրելիներս, հիմա համ կկտրատեմ, համ կխոսենք։ Բոլորս էլ գիտենք, որ մեղուները զարմանահրաշ միջատներ են, որոնք ապրում են խիստ կազմակերպված ընտանիքներով, որոնք բնության մեջ արտադրում են մեղր։ Նրանք ապրում են փեթակում, ունենում են մայր մեղու, որը ղեկավարում է ընտանիքը, օրական դնում հազարավոր ձվեր։ Մեղուն որքան օգտակար է բնության, նույնքան օգտակար է մարդու համար։ Մեղվաբուծական բոլոր մթերքները՝ մեղրը, մեղվամոմը, ակնամոմը, մեղվակաթը, ծաղկափոշին, մեղվաթույնը և այլն, հազարամյակներ ի վեր լայնորեն օգտագործվել են մարդու կողմից, մինչ օրս պահպանելով իրենց սննդային, ինչպես նաև բուժական բարձր արժեքը։ Պատկերացրեք, 1 գրամ մեղր պատրաստելու համար մեղուն պետք է բերի ու վերամշակի 4-ից 5 գրամ նեկտար, իսկ նեկտարի ամեն մի կաթիլը 120-ից 240 անգամ պիտի անցնի մեղվի ստամոքսով, մինչև որ պատրաստի մեղրը լցվի շրջանակի վեցանկյուն մոմակերտ բջիջի մեջ և սերեկվի մոմե բարակ շերտով։ Դա հենց այս փոքրիկ վեցանկյուն պուճուրիկ իրենց այդ բնիկներն են, որի մեջ լցված է մեղրը։ Ահա այսպիսի քրտնաջան աշխատանքի արդյունքում է մեղրը հարստանում բուժիչ ու անգնահատելի հատկություններով, որոնց մասին շատ լավ գիտեին նաև մեր նախնիները և նրանք օգտագործում էին որպես վերքերը մշակելու սպեղանի, ստամոքսի, շնչառական խնդիրների և այլ հազարավոր հիվանդությունների բուժման ժամանակ։ Մեղրը պարունակում է մոտ 20% ջուր,
խաղողաշաքար, գլուկոզա, որն առանց վերամշակման ու մնացորդի յուրացվում է մարդու օրգանիզմում։ Այն կոչվում է մրգաշաքար, ֆրուկտոզա։ Օրինակ, այս տեսակի շաքարներ գոյություն ունեն և իմ իմանալով յուրաքանչյուր շաքարային դիաբետով տառապող մարդ կարող է նաև հենց մեղրը օգտագործել, որովհետև այն բնական շաքար է։ Ի դեպ պետք է ասեմ, միգուցե շատերը չգիտեն, անարատ մեղրը ինչքան որ հնանում է, այդքան բարձրանում է հենց մեղրի որակը։ Ինչպես մառաններում գինին է, հենց այդպես էլ մեղրն է։ Այս մեղրը գնելուց մեղվաբույծը նշեց, որ իրենք շատ լավ գիտեն, եթե մարմնի որևէ մասը կտրվում է կամ ծակվում է, պետք է անպայման մի փոքր մեղր քսել։ Այդ քսած մեղրի տարածքը վերքը մեկուսացվում է և ախտահանվում է։ Այսինքն ընդհանրապես չի թարախակալում։ Ես օրինակ չգիտեի։ Մեղրը շատ իմունային համակարգի ամրապնդելու համար է օգտակար։ Մեղրը ունի նաև արյունաստեղծ, երիտասարդացնող ազդեցություն, ինքը հեմոգլոբինի մակարդակն է բարձրացնում, հարստացնում է արյունը հանքանյութերով, անհրաժեշտ հանքանյութերով ու վիտամիններով, շատ լավ ազդում է սրտի աշխատանքի վրա, բարձրացնում է օրգանիզմի տոնուսն ու էներգիան, մի խոսքով կարգավորում է ստամոքսում թթվայնության մակարդակը, նպաստում է մարսողական համակարգի կանոնավոր աշխատանքին։ Մի քանի բաղադրատոմս նշեմ։ Օրինակ, գրգռված նյարդերը հանգստացնելու համար անհրաժեշտ է խառնել վարդի, թարմը ծաղիկների թերթիկներն ու մեղրը հավասար չափաբաժինով։ 2 օր պահում ենք մութ տեղում, ապա ամեն օր, ամեն առավոտ քաղցած ժամանակ ուտում ենք այդ խառնուրդից մեկական ճաշի գդալ։ Օրինակ, մեղրի, կոճապղպեղի ու լիմոնի հյութի խառնուրդը ազատում է սրտխառնոցից և կարգավորում է ստամոքսի աշխատանքը ու ամրացնում է իմունիտետը։ Պետք է ասեմ, այդ մեղր վաճառողն ասեց, եթե մեղրի գույնը ավելի մուգ է լինում, ապա այդ մեղրի այդ բաղադրակազմում գերակշռում է պղինձը, երկաթը և էլի ինչ-որ բաներ չեմ հիշում, և այն ավելի շատ օգտակար է հենց սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Իսկ բաց գույնի մեղրը այրում է ճարպերը, քայքայում է ճարպերը և ստամոքսում թթվայնությունը կարգավորող հատկություն ունի։ Ինչքան էլ մեղրը օգտակար լինի, չպետք է մոռանանք, որ մեղրը հակացուցված է ալերգիա ունեցող մարդկանց, մեղվամթերքից ալերգիա ունեցող մարդկանց, և մեղրը ընդհանրապես չի թույլատրվում մինչև 1 տարեկան երեխաներին կերակրել, և բացի այդ էլ մեղրը չի թույլատրվում նաև եռացնել։ Եռացնելուց ոչ միայն կորցնում է իր օգտակար հատկությունները, այլև վնասակար նյութեր է արտադրում։ Եվ դրա համար շատ դեպքերում մաքուր մեղրը, երբ խմորեղեն են թխում, ավելացնում են վերջում, որպեսզի եռալու ընթացք չունենա։ Այսքանը սիրելիներս, այս կարողացա ձեզ փոխանցեմ, զուգահեռ դասավորեցի մեղրս բանկաների մեջ, մի որոշ մաս էլ թողեցի փոքրիկ ամաններով, որպեսզի յուրաքանչյուրի ննջարանում թողնեմ իրենք գոնե ամեն առավոտ մի կթալ կուլ տան էս մեղրից, եթե ինչ-որ բաներ մոռացա կամ չգիտեի, չեմ շեշտել, ովքեր գիտեն, թող մեկնաբանության դաշտում գրեն։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք։